Եվրոմիության եւ Վրաստանի ժողովրդի։ Ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներդրման օրակարգից բանակցությունների շնորհիչներ կա, Այն ինչ որ հաստատել եմ ես ազատությանը, այս բանը ավել բան չկա, եթե լինի առևտրային գաղտնիք չեմ կարող ասել։ Այսինքն ընկերությունը ապրանք է ներկայացնում եւ դա Ես դա իրանցից հարցրեք բոլոր ընկերություններին, թող իրանք հաստատեն կամ չէ։ Ես դրա դիմավորել եք որ ընկերություններ բերել։ Դրա մասին մենք պարզաբանել ենք Բաղրամյանի ավերաղաց, բայց շարունակվում է, ճանապարհին կա։ Երկրորդը եկել է, դե գիտեք դրա մասին, ճանապարհին հիմա նոր խմբականակներ կա։ Կգա ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին դրանից ավել չեմ կարող ասել։ Երբ որ գա դրա մասին, այո, կգնամ կդիմավորեմ։ Նավթամթերքը Ծորենից բացի Հայաստան-Ադրբեջանով ինչ է ներդրվել կա։ Հայաստան-Ադրբեջանով Ադրբեջանի տարածքով։ Հա, երկաթուղով իմ տեղեկությունները միայն ծորեն։ Իսկ բանակցություններ բացի նավթամթերքից ուրիշ ինչ-որ ապրանք տեսակներ։ Ինձանից քննարկել ենք, դա հնարավորությունը կա, բաց է, բայց բանը ավելի այս բանը ավելի արդյունավետ է համարվում ցամաքային արտահանումը։ Այնտեղ նկատի ունենք այդ ավելի անվտանգ է ապակե շշերի տեղափոխման համար, բիզնեսը համարում է որ կոնյակի արտահանման համար շշալցված տարբերակը ավելի ցամաքային Վրաստանով ավելի այս պահին գոնե ավելի նպատակարար է, բայց այդ հարցը քննարկվել։ Պարոն Պապյան, Եվրամիության անդամակցության հայտ, այսպես ասած, որտեղ կարծես թե եվրոպացիք շտապում են, որ այդ հայտը ներկայացվի, ինչ մտադրություն կար եւ ինչպես գիտենք, նորից օրենքն ասել է, որ անհամատեղել է ԵԱՏՄ եւ Եվրամիություն, այս մասով ինչ կա, այսինքն անդամակցության հայտ Հայաստանը պատրաստում է, որ պետք է ներկայացնի, թե դեռ այդ օրենսդրությունը։ Ես կարծում եմ ձեր հարցը ԱԴՆ-ին պետք է ուղղակի ես այդպես հարցով չեմ զբաղվում։ Երեք Նարեկ Կարապետյանը ձեզ էր